Տենց մտա ու լավ չեղավ։ Ու յամնի դու հովոն ես այդտեղ էլի, մխոն չես էլի ու քո խնդալը գալիս է որ մինչև ես իմ քանի դուբլ ա եղել որ այդ տեքստը էլի կարացել է ասել ու Արա էս ի՞նչ է։ Էս դոլա, մխոն ջան դոլա բան գալիս է։ Արա էս ի՞նչ է։ Այդ կլարնետը, ակարդիոնը ապեր։ Էդի համասարաններ գլազոներ չէ։ Գելանք սաղով զորքով Դրա մասին կարակ մի հատ էլ հաղորդում։ Երրորդ հաղորդում։ Չրեղ բան է, որ բան ջրի մեջից էլի, որ աղբերս մի հատ արի բարենք վիճակով։ Ողջույն սիրելի հետևորդներ, դուք դիտում եք խոհանոցում հաղորդաշարի հերթական հաղորդումը ձեր բազմաթիվ խնդրանքների արդյունքում մենք վերջապես հրավիրել ենք մի հատ շատ սիրված մարդու, բայց մինչ այդ գրանցվեք մեր էջերում, բաժանորդագրվեք, սեղմեք լայք կոճակը, որպեսզի ավելի շատ տարածվի մեր տեսանյութերը։ Բա որ ասում ենք, որ մենք ձեր մեկնաբանությունները կարդում ենք, հաստատ իմացեք, որ կարդում ենք, շատ ուրախանում ենք, ու նաև էլի ու էլի խորհուրդ ենք տալի, որ մեր Patreon-ին նույնպես գրանցվեք եւ ձեր ֆինանսական աջակցությունը ցուցաբերեք, որպեսզի հետագա հաղորդումները կարողանանք նկարահանել։ Այո, չենք մոռանում նաև Donation Alerts կայքի մասին, որտեղ նույնպես կարող եք ցուցաբերել ձեր ֆինանսական աջակցությունը։ Որ խնդրեմ այդ բառը մի հատ եք ասել։ Donation Alerts։ Donation Alerts։ Ես ու գևը չենք կարող ասեք։ Հաղորդման գործընկեր Exterior խանութների ցանց։ Էքստերիեր խանութների ցանցից կարող եք գնել վերանորոգման պարագաների լայն տեսականի, ներկեր, պաստառներ, լամինատե հատակներ, դռներ, հուսալի եւ անվտանգ ջեռուցման համակարգեր, մի խոսքով այն ամենն, ինչ անհրաժեշտ է վերանորոգման համար։ Ինչու գնել շինանյութ Exterior-ից, որովհետեւ առաջարկվող տեսականին միմիայն բարձր որակի է, երկրորդ ցուցաբերվում է պրոֆեսիոնալ մոտեցում ցանկացած հաճախորդի։ Մանրակրկիտ կերպով եւ ամենակարևորը հավեսով կսպասարկեն ձեզ ու կօգնեն ձեզ գտնել ձեր պահանջներին համապատասխան ապրանքներ։ Եվ երրորդը դա հասանելիությունն է, քանի որ Exterior խանութների ցանցը ունի 11 մասնաճյուղ Երևանում։ Ինչպես նաև նոր մասնաճյուղ Գյումրիում։ Վերանորոգեք ձեր տունը Exterior խանութների ցանցի շինանյութերով եւ երկար ժամանակ կմոռանաք վերանորոգման մասին։ Իսկ հիմա մեր անակնկալ հյուրը շատ սիրված դերասան, մեր շատ լավ ընկեր, շատ կարոտած Հովհաննես Դավթյան։ Հովո ջան, Չենք պատճում, չէ՞։ չենք պատճում, մենք պատճում ենք։ Դուք պատճում եք։ Ինչ քեզ Լավ, չէ դիգիջ է։ Կարոտում ենք քեզ հովո։ Էս էլ ձեզ։ Հով, էս ինչա։ Էս Պոստերից։ դերացանգավ։ Դրանը շատ Սիդակ մորուկ։ Ոնց ես։ Լավ փառք Աստծուն։ Դուք ոնց եք։ Շատ լավ։ Լավ ենք։ Լավ բան եք սկսել, ուրախ եմ որ ձեր հյուրն է։ Ինչ պիտի անենք։ Այսօր ինչ ուզենք, այսինքն մենք պետք է հիշենք ոնց է այդ ամեն ինչը ստեղծվել, որովհետև շատ մարդկանց հետաքրքիր արդեն 10 քանի տարի ու վերջապես եղավ էս իդեան, որ մենք կիսվենք այդ հիշողություններով, վստահ եմ քո մոտ էլ լիքն են այդ հիշողությունները, ու այսօր լիքը բան կհիշենք ոնց է նկարանվել այդ ամեն ինչը, նախ հիշենք ոնց եկար այդ նախագիծ։ Ոնց եկան հետաքրքիր էր, ուրիշ հեռուստատեսության ուրիշ պրոյեկտում էի նկարվում, այդ սկեչային պրոյեկտ էր։ Հետո այնտեղ թեմաներ եղավ այդ կարևոր չիչը մանրանանք։ Դուրս եկա ու մի քանի օր հետո առաջարկ եղավ մի սերիայով նկարվել բանակում։ Մի սերիայի համար, հա։ Անդրանիկը սցենարիստ ասաց մի սերիա գրում եմ, մի կամ երկու սենց մտնես, եթե լավ եղավ Շարունակենք, եթե չէ։ Այսինքն եթե լավ խոսակցություն է եղել, հա, անպայման, չէ, զգուշացվել է, տենց մտա ու լավ չեղավ։ Լավ չեղավ, տենց 500 սերիա նկարվեց։ Իմիջիալոց ես նոր սկսել եմ նայել բանակում հեռուստասերիալը։ Լուրջ եմ ասում, ես չէի տեսել։ Դե այդ ժամանակ նայեք, ոչ թե հետաքրքիր չէր, ժամանակ չկար, հետո այս հնարավորությունը չկար, որ գնայր նայեր, երբ ուզում էիր, կար եթերային ժամ ու դու այդ ժամը եթե բաց էիր թողում, էլ չէր կարա։ Իսկ հիմա այնքան ուրախ եմ, որ ես նոր եմ նայում, այդքան տարիներ հետո։ Ես ցնծված եմ Ուրիշ աչքով է, չէ՞։ Հա, լրիվ ուրիշ բան է։ Մուշտարի աչքով։ Ու ես գիշերներն եմ նայում, որպեսզի ինձ խանգարող չլինի, ես եմ մարդկանց չխանգարեմ,
ու համ ծիծաղում եմ, համ լացում եմ, ու այնքան եմ աշկերես ես տրում, որ մռմռալուց արդեն զգում եմ, որ արդեն հերիք է, էլի, երևի մի 20-30 սերիա ամեն գիշեր նայում եմ։ Մխոյի կերպարը, այն որ ոնց ասեմ, որ սատկացրել է, էլի, սաղ բերեկցե տեղը, սաղ չգիտեմ, ինչ գույն, ինչ համեստ է դու այդ կերպարով։ Հավեսիա գցելու ես են այն։ Ու ես վերջերս նա տեսանն էի նայում, միշտ ամեն հաղորդման համարյա հիշում ենք այդ տեսանը, նռնակը նետումի առաջ։ Այդտեղ մի հատ տեսարան կա, խնդրում եմ նայեք, դեք այս ծերը։ Այն երկար տեքստը, որ Էմիլը ասում է։ Իմ հետևը հովուն է իրևում, հազիվա պամ ծիծա։ Հետևը չկո իրար կողք եք նստած։ Կամերա դրած է դվոյկա է։ Երկուսին դվոյկա է։ Ես նայում եմ, ուզում եմ հասկանամ հովոն այդ ժամանակ ինչա անում ու ինչա մտածում, որովհետև ինձ թվում է, որ դու չես ջոգե, որ դվոյկա է։ Գիտես կադրում չես։ Դու գիտես կադրում չես։ Ու явնի դու հովոն ես այդտեղ, էլի, մխոն չես, էլի, ու քո խնդալը գալիս է, որ մինչև ես իմ քանի դուբլ է եղել, որ այդ տեքստը Էմիլը կարացել է ասել, ու այդ քանի դուբլը տանջվել է, խնդացել է, դու явնի կադրում, այն որ նայում ես Էմիլին, որ ես ինչ տենաս ասելու է, ես մի դուբլում ասելու է, явնի էր։ Համ ինձ ամոթ, համ մոնտաժնիկ։ Կտոր ունենք, անընդհատ տենց անընդհատ ոնց որ գրում էր Անդոն սերիաներ էր դարեն, որ գալիս ես մի հատ գործիքով նստած են։ Արա էս ինչ է։ Էս դոլա, մխոջան դոլա բան գալիս է։ Արա էս ինչ է։ Այդ կլարնետը, ակարդեոնը, ապեր բան են որ։ Հետո մի մոմենտ էլ մարազմ մտավ, չէ՞, սցենարի մեջ, որ ապեր այդ միկրոֆոնդ քաշի բան կա։ X-երը։ Դրա մասին խոսացել ենք, X-երի մասին խոսացել ենք։ Մի հատ էլ կա, այդ գիծը զարգացավ ու հենց մխոյի կերպարով էր, մի հատ էլ տեսարան կա, որ դեռ ինչ որ շուխուր է գնում, դու գալիս ես դեպի տեսախցիկ, ասում ես, արա որ բառն էր, թրեյլեր։ Հիշում եք այդ տեսարանը, որ սա սխալ են ասում, հոմ գալիս է տեսախցիկին, ասում է, հա ինչ, յանի դու գիտեք, էդի ոնց են ասում ճիշտ է, էլի։ Խոսում էր զրիցելի հետ հենց ունի տեսախցիկի մեջ, էլի։ Հետո բանը, սերիալի մեջ սերիալ է, հիշում եք։ Հա, սերիալի մեջ սերիալ։ Վայ, քաջիկի հետ։ Հիմա մի հատ բան հիշեցի, Հովոն եզակի մարդկանցից է, իդեպ ասեմ, իմ կարծիքն է, որ իր այցեքարտը փոխել է, ինքը Հովհաննես Դավթյանն է։ Այսօր մխոյով շատ քիչ եմ վստահ ճանաչում քեզ, ի տարբերություն մեզ, շատ տղերքի։ Գյուղերը ու լոսը, էլի։ Հա, բայց այցեքարտը Հովոյի փոխված է, դա մեծ աշխատանք է, Հով ջան, ուզում եմ էլի ու էլի խորին հարգանքով բոլոր ստենդափ ժանրում գործունեություն ծավալող մեր լավ տաղանդաշատ ընկերներին շատ հարգելով, Հովոն այսօր իմ կարծիքով, եթե ոչ առաջինը, առաջիններից մեկն է ստենդափ ժանրում, ուզում եմ առանձին Հովոն դե իր կերպարը ու իր էությունը շատ տարբեր մարդիկ են, մխոյի կերպարը ու իր տեսակը, ու այն ժամանակ Հովոն օպտիկական ակնոցներով, ուրիշ խոսակցականով, ձայնը ուրիշ բան, ու մի հատ լավ բան եմ հիշում, որ Էմիլի ծնունդն է, եթե չեմ սխալվում, Էմո 20-ամյա կտա, դա չէր կարա Էմոյի ծնունդը նորմալ ռեստորանում, բան, տես նորմալ պայմաններում լիներ, նշվեր սաունայում իհարկե։ Ու այդ բանակումի շրջանն է, որ մենք սաղս նկարահանվում ենք, ու մենք մի հատ օպերատոր ունենք, Արմենը մեր, Արոնյան, Սուբարուի։ Արմենը, ու ասեմ եզակի օպերատորներից, ով Հիմա իրար հետ ենք աշխատում, Արմենի հետ ենք նկարում։ Կպատմես կհիշի հաստատ այդ պատմությունը, եզակի օպերատորներից, ով զատնի վազում էր, հետընթաց կամերան ձեռը վազում էր, Բաշտը վազում էր, ինքը վազում։ Ու Արմենն ու Հովոն, Արմենը պրոյեկտից դուրս եկավ, Հովոն մտավ պրոյեկտ։ Այսինքն իրար նկարահանման հրապարակում չեն հանդիպել։ Մխոյի կերպարը չի եղել, երբ որ Արմենը աշխատել է մեր հետ։ Ու Էմոյի ծնունդին հրավիրված ենք բոլորս, հրավիրված է նաև օպերատոր Արմենը։ Դե մենք խալատներով, հովոս ակնոցներով, խալաթով, այդտեղ լողացել ենք, հիմա նա ինչ պատմություն են պատմում։ Ձեզնից շատերը կարող է չհիշի։ Տենց արդեն են բանը խմել ենք, կերել ենք բան, Արմենն է գալի միանում։ Մեզ գնում է խալաթը հագնում է, էլի այդ լոգանքի բանի մասնակցում է, այդ ուտել խմելուն, չգիտեմ ինչի, օպ, բանը, բանակումը սկսում է։ Ժամն է սերիալի, բան արեք, ձենը բարձրացրեք, հենց նայենք այս սերիան, բան, Արմենն ու Հովոն իրար կողք են նստած։ Ու բանը, նայում ենք կադրում, ցույց են տալի էկրանով մխոյի կերպարը Հովոն է, էլի։ Մեկ էլ Արմենը ֆռում ասում է տղերք, ես Այստեղ են ով է, ասում է դերասան, չի ճանաչել։ Բացարձակ տեղը չի բերել։ Հովոն ակնոցներով նստած է իր ձենով։ Ասում է դերասան է, ու սա sense որ իրար երես նայեցին, դե բան են, չէ, բան բռնեցին, էլի ասենք, հա։
Չայ ախպեր ինչ դերասան, բան սա Հովոյն է նայում, Հովոյնը զարմացած նայում, չայ ինչ դերասան, ստից ասում է, բանից բերել ենք ասում, Արմեն ասում է, չի կարող ասում է տենց լինի, էլի դերասանը լավ է խաղում, ասում է, իմ դուրը գալիս է, էլի էս կերպարով, ես չեմ տեսել, ասում է, նայում եմ, բայց շատ խնդալու է, բան դուրս չի կարող դերասան չլինի, այս սաղ սրիկաներով համոզում են, որ դերասան չեն, որ չուսնիլի բադ բաներ են ասում, բան, տենց որ խնդացինք, բան, ասեցինք մի հատ դե կողքդ նայի, Վրացու սենց ուշադիր Հովոյի դեմքին է, ասում է, հայ ինչ։ Ասում է, հայ ինչ որն է, աղբետ ջան, ինքն ասում է, չի կարա, Հովոն ակնոցները հանեց, նայում է երեսին, նայում է, արդեն սկսեց կասկածել, ինքնա թե չէ, Հովոն նոր այդ բան, մխոյի ձենով, էլի, աղբետ ջան ասեց բարեք, 25 րոպե կես ժամ ինքը չէր հասկացել, էլի, ասենք այնքան տարբեր էր։ Ամեն ինչ փոխել էր, ասենք քայլվածք ձեն, դեմք սաղ փոխում էր։ Ստոպը տալիս էին ակրոսները դնում են։ Մեկ որ են սկզբի վախտերի վիդեոներից գալիս է լրիվ ուրիշ բան եմ խաղում։ Սկիզբը հա, սաղից մոտ էդի բոլորի մոտ։ Մինչև իրականում որ այս հաղորդման շրջանակներում որ շապկեն են, չէ, գաղտնիքներ ենք բացում, մի հատ փոքր գաղտնիք եմ ուզում բացեմ, քո թույլտվությամբ։ Չգիտեմ հիմա այդ բանը կա քո մոտ, թե չէ, զզվել է։ Հա, ոնց կա։ Մի քիչ առաջ այդ նրա համար թեմա ենք անում, որ ասեց էդի Անդարազովի բաժակով ասեց սուրճը դրեք։ Արա, ես տխելու եմ, գնացի չէի լես։ Ուրեմն այդ խնդիրը ուներ Հովոն ու որ ասում եմ նայում եմ հիմա մի հատ տեսարան կա, որ ուրախության լուր ինչ որ գալիս են ասում են երևի զորացրում ես, բան, այդ սաղին պատչելու ես, այդ ուրախից գալիս ես, այդ բռնում ես սաղի թուշը, դե ես գիտեմ, տեսնում եմ որ դու ձեռդ ես պատչում, իրան ճիշտ պատչում, էլի սաղի ձեռը պատչես, մեկ է կրուշկեն որ կար սալդացկի հետ, էլի մատը տեր, չէ, բաժակին չէր կպնում, նու սաղս գիտենք այդ բանը, ես նորմալ եմ ընդունում այդ ամեն ինչը, բոլորս էլ նորմալ ենք ընդունում, մի օր ունեցա, որ սոված ենք ու կազմակերպել ենք ինչ-որ բան պիտի պատվիրենք ուտենք, դից 1000-ից մեկ էր ելնում, որ պատվիրենք ուտենք, երևի փող ենք ստացել, բան այդ օրը քեֆից քեֆ վիճակներ է։ Պատվիրել ենք, եկել է դե բնականաբար առաքիչը մինչև զորանոց չի կարա գա, մինչև կապեպ է գալու, մեկն ու մեկս պիտի գնանք դիմավորեք, բան, դե ով ինչ ուզել է, խորովածա, չգիտեմ, բրդուճ է, ինչ որ պիցա է, չէ, միշտ։ Խորոված դժվար, քաբաբ, մաբաբ, տես բաներ։ Կոլա, բան, տես ամեն մեկս մեր շիշը պետք է ունենանք, տես ամեն ինչ բերել ենք, տեղավորվել ենք, ոնց կարացել ենք, հաց ենք ուտում ու տարբեր ժամերի տարբեր դերասաններ են գալիս, չէ, այդ տեսանում երբ որ պիտի գա ու գալիս է գորը, Մարտիրոսյան, Ջամշը։ Մտնում է տես լավ տրամադրությամբ, ուրախ բարև, բան, ոնց ենք, սե ծաղին գալիս է բարևելով բանը ու հենց Հովոյի կոլան վեր։ Այդքանից մեջից, էլի շաշով կունց մի հատ էս Հովոյի դեմքը որ ինչի էլի կոլան, չէ։ Իմ համար ամենաահավոր բաները որ կարդում էի պիտի ինչ-որ բան խմեմ, այդ գնաց էլի պատմում։ Արդեն ստրեսը սկսում էր, էլի։ Մեկ էլ մի հատ սերիա կար, որ մխոն զարթնում է, տենում է դոշին շուն է պարկած, մեծ։ Ես էլ դշնից սարսափում եմ։ Ես էլ չեմ նկարվեց։ Ուրիշ մարդ նկարվեց, հետո ուրիշ զինվորի դոշին պարկեց։ Ռոթվելերը չնկարեցին, տենց բան արեցին, որ Նենց արեցին Կաբուլիկի դոշին։ Իսկ փոխվեց սցենարով, թե ուզում եմ հասկանամ բանը։ Անդոյի հետ խոսացի։ Ուրիշ ձև է հնչում էր։ Ես էլ շնիչ շամպես վախում եմ, հենց այդ նույն շունը որ եղավ, կարծեմ դու իմ տեղը կանգնես։ Շնիչ շամպես վախում եմ, ես եմ նոր սկսել շուն պահել, կպնել, շանը չէ։ Ու միշտ քո խոսքն է հիշում, որ ասում էի բանը որ ասում եմ մի վախեցի չի կծի, ասում եմ հալալ աղբորս համար այս գարանտիան չէ, Հովոյի ասածն է։ Այդ գարանտիան չէ դա, էլի շան համար ոնց։ Կծած ինչ ասելու այդ մի բան։ Հաղորդման գործընկեր For You AM։ Զգացել եք ինչքան սիրելի բան է դարը մարդկանց համար այս on-line գնումները։ Մենակ մի հատ հարմար բազկաթոռ լինի, փրվես մեջը on-line գնումներ անես։ Մեկ էլ փող։ Չէ, իրականում For You AM-ը շատ մեծ նվերների տեսականի ունի, հիմա որպեսզի ամբողջ այդպես հերթականությամբ չթվարկեմ, ասենց ասեմ, ծաղիկներից մինչև տորթեր, այնտեղ նվեր տուփեր ունի, զարդեր ունի, շոկոլադապատ ելակներ, նվեր քարտեր, ամեն ինչ ունի։ Հենասախ թվարկեցիր էլի։ Էս է նվերների ցուցակը։ For You AM-ը ունի առաքում Հայաստանի ամբողջ տարածքում, ինչպես նաև ունի միջազգային առաքումներ։ Մարտի 8-ը մոտենում է։ Ով պատմի քո բանը հիշածներից են ինչ կհիշես, որ այդպես յուրահատուկ տպավորվել է,
նկարահանումից ես գիտեմ որ նկարահանումից դուրս շատ պատմություններ կա որ տենց բաներ են որ առհասարակ մեր կյանքի ձերը չգիտեմ իմ ձերն էլ երևի էլի կյանքի ուղին փոխվեց այդ կերպարով բոլորինը եւ լավ եւ վատ առումներով լավը իհարկե շատ է թվարկել չենք էլ կարա դե վատն էլ էնա որ օր ու արև սկսեցինք չունենալ դուրսը ազատ չենք կարա մեզ զգայինք ոչ մի ես այնպես մի քիչ ջրիկ մարդ եմ էլի կարծում եմ դուք էլ ապա հա ուզում ես մի օր էլ փողոցում ապեր չգիտեմ ես ինչ անես հա բան անես չէ էլի չի արդեն ուշադրության կենտրոնում տենց մխո պեչատը կպավ էլի այդ վատ էր որտեղ ես չէի ուզում հա որ դերասան ես լավ ես դերդ խաղացել լավ է որպես բայց մի անգամից է մխո ասել ու այդ մի ամիս չի, մի տարի չի, 10 տարի չի ապա։ Ու նույն հարցերներ են, նույն հարցեր։ Մի հատ ենք ձևով հələ մի հատ ասա, էլի ձևով ասա, էլի հա, բան չէ։ Միշտ այդ մոմենտ։ Բայց լավ փուլ է, էլի այդ ժամանակ չենք գնահատում, հիմա որ հետ ենք նայում, ինչ հավես ժամանակներ էին։ Շատ լավ ժամանակներ են։ Ես ասում եմ, եթե չես նայ հիմա։ Ժամանակը դի գիշերին։ Ինձ երեխեք են մոտենում, հիմա ինչն է առեղծվածը բանակումի, էլի։ Տես քաղաքում էլ եղավ, չէ՞, բայց տենց բոձիվներ չկա, բանակումը, ասենք 10 տարեկան տղա երեխա է, 10-12-ա, բարև ձեզ բան նայում եմ։ Հիմա։ Հա, ասում եմ դու քանի տարեկան ես, ասում եմ 10, ասում եմ եղբայր կամ 15 թեկուզ, դու ծնված չէիր, երբ որ պրծավ այդ կինոն։ Այսինքն 0-ից դնում նայում են, էլի, կոպետ։ 4 սերունդ գիշերները։ 4-5 սերունդ հաստատ այդ բանը նայելա։ Քանի սերիալ 700։ Ես գիտես չէ, ես միշտ գիտեցել եմ 300 է եղել։ Չէ, Այս հաղորդման շրջանակներ Վանդոն ասեց 700 վեր թռա։ Արտյոմ, դու գոնե բոլոր սերիալները կարդում էիր, եթե չես նայել, գոնե կարդում էիր, ես հիշում եմ ամբողջական սերիալ, անգամ դրանից կայր չկայր մեջ այդ տեսանի, ամբողջը կարդում էիր, վրան գրած էր թիվը։ Սերիալ 600 քանի, ես ոնց կարաս չհիշես, որ 700 անցել է սերիալը։ Էմոյի հետ մի հատ առանձին պատմություն է այդ։ Պատմությունների շատ շարքեր ունենք ապա։ Նայ, հա շարքեր կային, որտեվ ամեն օր սենց էր, ես գնում էի մի հատ Mitsubishi ունեի կուպե։ կապուտ։ Հա, կապուտ։ Այդ թվերին սենց էր բանակումի սյոնքեքի, երկուսս էլ մոտիկ էինք ապրում Կոմիտաս այդ ժամանակ, հիմա երկուսս էլ այդտեղ չենք ապրում, բայց այն ժամանակ սենց գնում էի, վերցնում էի, Մերգելյանից բարձրանում էի բան, Կոմիտաս, իրան վերցնում էի ու իջնում էինք բան, դե նկարահանման հրապարակ, այդ ինչա, Ստալինի պոլկ։ Ոնց որ առօրյան նույնն էր, բացի Կիրակի օրից, ամեն օրը նույն ձև էր անցնում, արդեն համ հետաքրքիր էր, համ ձենսուկն էլ իրար հետ սկսում ենք, իրար հետ բարձրանում սաղ տեսարաններ։ Բացի եմ, որ սցենարով էր մեր կերպարները տենց իրար հետ միշտ բան չէ, տենց հակասական ու կյանքում էլ ստացվեց նենց մի քանի տարի սյոմքից հետո էլ էլի գնում ենք իրար հետ ենք իրիկուններ անցկում, դե ազատ տղեկ Ազատ ջահել ճանաչելը, սիրելը, բանել դե իրար որ ուր մտ վայ համբարձում մխոն վայ մխոն համբարձում բան եկեք չգիտեմ ստե պատիվ դանք ստեղ կերեք ստեղ մեկ մի հատ գնանք այն դե աղջիկները դենը բան տենց առավոտից մեռած նորից գնում բանը կրկնում ավտոնին գիրաներ արդեն իներցիա հետո տենց որը պա բանը մի օր որ սյոմքի չեկար Որ մի օր է Որ մի օր է Դες մի օր արդեն հիշել վաբշե որ չեկավ Որ վաբշե չեկավ Չէ ասենք պլանիրովկեն 24 տեսարանը 22-ում համբարձումը կա ու չեկավ երկու տեսարան նկարվում Բայց հիշում եք որ մտնում ենք բան պլաշատկա սաղս բարևելուց բացի տենց այդ թղթի վրա էին դու պլանիրովկի նայենք ով ինչքան ու սենց ռեակցիաներ էր հու սենց իրանը Բամի որ ուշացավ 3 ժամ մեկ էլ ծխված եկավ տղեկ արած մեկի հետ հակել էր գոլկի դեմ Էդի համասարաններ գլազոր էր Հելանք սաղով զորքով գնաց Արանդը խտցնկերուս հետ էի բան ինչ-որ տենց տարաման ինչ-որ Զանգատարած նայեք ում էտա բան ինչ-որ տենց ես էլ եմ որ տենց իջա ու գնաց սաղ Գլենդեր Հիլզի է ժողովուրդը իջավ ներքև բան ընդեղ Բայց զինվորները եկան ասին եկեք
Տարեք ձեր դերասանին կառուցին։ Հա, եկան ասեցին եկեք տարեք։ Փողոցը փագել է ուժը ավտոչիկա։ Մենք հելանք դες մի 10 կուբամետրով մտանք այդ բանը, ես հիշում եմ դեկաններ, ռեկտորներ եկավ ցես նայում ա դեմքներից։ Դեմոյի սարքած կռիվները այդ առանձին սերիա։ Դրա մասին կարակ մի հատ էլ հաղորդում։ Լուրջ կարա երրորդ հաղորդում լինի, բայց բանում ֆիլմում Էմոն կոնֆետ էր, չէ՞, սիրում քաղցր սիրող։ Ապա բայց միշտ իմ շուրջը այդ բաները եղել, միշտ ոնց որ թարսի։ Ոնց որ պատահականության սկզբում ինքը միշտ սաղկանք ինձ ասել ախպեր, էլի դու արիր, էլի դու գցիր այդ պատահական բանի մեջ։ ստացվել է որ քո հետ ջան, հա դու բան, էլ քո հետ տեղ չեմ գալու, բան անդադ այդ թեման եղա ու ես անդադ բայց չէ ախպեր ինքը եկավ ինձ ասեց, արա լավ էլ ես չգիտեմ ով ասեց, բան, ինչ ես նույն բանը, բան, ուտես միշտ էդ է եղել մեր կռիվը։ պատահական քո հետ էր միշտ ստացվում այդ բանը, էլի ոչ Ես չեմ հավատում պատահական։ Ես էլ չեմ հավատում որ պատահականը չի կարող նույն մարդու հետ ասենք 5000 անգամ պատահականության սկզբունքով դա շարը գա կպնի, էլի։ Դե հիմա ինչ անենք։ Եմ գիտես ինչ հիշեցի որ կինոյի մեջ կոնֆետ էր սիրում քաղցր, չգիտեմ ում ընկերներից ում երեխաներ են որ չխելագարվում էր համբարձում կերպարի համար ու տենց հրավիրում եմ մի օր ասում եմ ինքն էլ բան ուներ էլի ոնց որ տենց հաց ուտելու տեղ ուներ ասում եմ խնդրում եմ էլի համբարձումին էլ վերցրեք բանը էմոին էլ եկեք ուզում եմ երեխեն մատ հետը շփվի բան են որ բան վիճակ ասում ենք եմ երեխեն քեզ ասիրում մեր ընկերնա վերջը գնանք էլի տես մի քանի օքով հավաքվում ենք գնում ենք ու հիշում եմ այդ երեխեն սենց մեծ վազով կոնֆետներով ձեռը եկավ ու բերելա էմոինա տալի դե էմոնը կոնֆետ չի սիրում քաղցրել չի ուտում դե վերցրեց բան վերջը նկարվեցին բան իմի ասում են թե բանը հա էլի գլյուկոզան կեր բանը էմիլը ասում եմ մի բան ասեմ Ես կոնֆետ չեմ ուտում, ասում են ինչ ես ուտում, ասում եմ կծու բիբար։ Ահա, երեխեքը ասեցին բանի տեսարանը հիշեցի, որ Հովոն գնում է բան, Սամովորկեն չէ, մյուսի անուն ինչ էր։ Օտպուսկ։ Հա, Ուվալնենի։ Հա, Արցակում։ Ու բանը Գարիկը խնդրում է որ ձմեր պապի շոյերով գնա ընկերուհուն շնորհավոր հիշում ես այդ տեսանը Արա Գարիկ երեք զանգել էր լուրջ պրիվետ մի քան տարի խաբար չունե երեք զանգել ես տեսել եմ ընդ Պիտերով Գարիկին ասիկ բանը երթական այդ քո ասած դեպքերից իշա պապլավոկում Ֆորշի համերգին էինք Պատի հովո Ֆորշի համերգին ենք Լավ դու պատմ, էլի դու լավ ես էդի պատում Ավշամ արդեն մի քանի անգամ գցելա կրակը ինչ տարբեր առիթներով հա կռիվ ասի դրա ամոթ է մեծ մարդ ենք սա ճանաչում են բան չարժի էլ չեմ գալու քո հետ տենց հասարակական տեղեր դե թե ուզում ենք մի բաժակ խմենք միտեղ փակվենք խմենք մեր համար մարդ չտենա հա վերջը գնացինք պապլավոկ էդ լավ տարիներ էր որ շաբաթը 3 օր երկում էր բան գնում էինք Տենց, ասի ոչ մեկի հետ կոնտակտի չմտնես։ Ասի հարց չկա։ Ոչ մեկի ասի գան, կպնեն, բզեն քեզ, բան չանես։ Հարց չկա, ապեր ջան։ Դու գիտես ասում եմ։ Ամբարձումոտ, հա։ Ինչ էր։ Ասած բան։ Վերջ պիվա ենք խմում։ Ասած բակալով մի հատ երկու հատ բան, երրորդ արդեն քեֆներս լավ բան։ Մի հատ տղա տես սպարելով եկավ։ Ինձ Բայց էտը էլի ասում ախպեր, էտի երկրորդ Այս դեպքն է Չէ, միակ դեպքը չի Չէ, մի հատ էլ բանի մեր վզգոյի ծնունդի հետ կապված էլի տես դեպքերը Հələ էսի պատմի, հեսա կպարզեք, հետո Չէ, դե ենի պես չի պատմի Չէ, ուզում ասեմ երկու հատ եղել է, էլի Վերջ եկավ, բա ախպերը սարի պար ենք մի հատ իրար հետ Քեզ ասում Հա, ասում եմ ընկեր, յանի Քո հետ ինչ պարեմ, չի պարեմ բան, դու տղա, ես տղա էլ, մեկս աղջի կլնենք, հլը, բապ, կեզ շատ ենք սիրում բան ման, ոնց որ ուղարկած մարդ են, որ Էմիլին էլ է տեսնում, ոչ մի բան չի ասում կոնկրետ, օքեյ։ Աշկից դու ես Եսը բապ չեմ որ։ Ուզում եմ նայեմ ում հետ է, մենակ է, ընկերների ինչ գրուպով, նայում եմ սեղան 6 հոգի են, 3 տղա, 3 աղջիկ, զույգերով կոնկրետ, իրա զույգին թողը եկել է ինձ ասի գնա բաների ցավը տանեմ բան։ Օրս ես ի՞նչ է ուզում եմ, բա տեսար ապեր, տեսար, բա ինձ էլ են գալիս հենց կպնում, ասում հա, բայց ես կռիվ չեմ սարքում, հա, հարց չկա։ Ան մեկ էլ ոնց որ ինա նորից եկավ։ Բա ախպեր, ուժը քեֆ ավելի լավ։ Արդեն մի քիչ է խմած, մի 15 րոպե էլ անց։ Չես սպարում հետս։ Ասի, չէ, էլի, եղբայր, ասի բարի, էլի, զորոթուս կպել։ Վերջը, անցավ մի քիչ հետից արդեն անջատված են, որ նայում ես աչքերին հայացք չկա եկավ, բա
Արի պարենք քեզ ասում եմ։ Դե իմ քեֆը լավ, իրան լավ, վերջ ասի արի։ Ու պարեցի։ Ու պարեցի։ Կադրը փոխվում է, իրար հետ շատ Ու էմոն նստած է բան, ես որ սրանց տավի ընկավ տենց ֆորշա խառը սենց շուն, են վերջի երկներ բան, բաղացում ազին դա զբասա շրջիկ զարմացող, ախիշ ես բերը, բորո գում, ու պապլավո կացыз վարինք, նստած է, հա ապեր խառնվ եմ ասում է, ինադու բան չեմ ալև, Չխառնվես չմտնես։ Վերջը դե տղեկ էին իման, կարող է մի քիչ բասեն պապլավոկի, վերջը եկան էտ ախրանիկները ասին հել է գոպշիմ, դուսը ձեր հարցերը լուծեք, բան գնացինք հիմա դուրսը սենց խառը սենց սրանք են եկել բան, են որ արդեն ժողովուրդը խառը սաղ համերգը վարիա գնացը սաղ մեզ են նա, ես ինչ եք անում, ես ինչ է կատարում, բան ֆորշը արդեն վեր չի երկում էլ, չգիտե արդեն ինչ անենք, բան, գնացինք մեկ է ստեղեք եկան ես ու հետներ բանը պապլավոկի արդեն ջուրն է էլի գալի, հա, եկավ էսենց դեմս կանգնավ, մի անգամից ոչեցյան են յատ, տովի մի հատ կծեցի սրան ջրի մեջ, ես եմ որ չերեղ բան եմ, որ ջրի մեջից էլ եմ, որ աղբերս մի հատ արի պարենք վիճակով, ատենց էլի, ասի թռրանք, կանի Չասրեց, ասի աղբերս արի մի հատ է պարենք, հաղորդման գործընկեր Ակամե Սուշի Եվ այսինց խրում ես մեջ է, հարցերը լուծվում, շատ թարմա Ոչ է սուշին հյուրին չպիտի թայինք Եվ ժան իմա ակամ է, ամենաթարմ մտերքից պատրաստված սուշի Պատվիրելու համար Այսի որ մատե կծեցի բլելու է Մարդագալիք Ձմեր պապի տեսարանը հիշում ես, հիշեցիր, կիսատ մնաց, պատմությունը պատմեցիք, որ գնում ես բանի յանա էր, չէ, Աղջիկը որ խաղում էր, հա, յանա, Հանացին Ունեղ բանը, այդ տեսանը ես հետո եմ ջոգե, որ գևի տղեկն են երեխեքը խաղում պուչուր երեխեքը ու որ ծեցում են քեզ, ձմեր պապա եթումա, տենց բան, իրանք չար երեխեք են, գցում են գեդին բան, հիշեցի, հետո եմ նայեմ, որ գևի տղեկն են, հիմա եկատ երեխեք են, էլի, որ թվին ենք նկարել, որ այդ երեխեք Փոքր երեխեք են, հիմա թրաշով մեծ մարդիկ են, բան ասենք, նայում ես երբ է եղել, բան, տեսան է, դու ավտոմատով, չգիտեմ, խփում էին ինչ էին անում, բան հովոնել բանով ձմեր պապի շորերով Էմո, բանը, Այն բացի են, որ կյանքում էլ է կյանքդ կերել բանը Էմիլը բան, Այդ հետաքրքիր գիծ էր էլի, ասենք որ մարդիկ սերիալը նայում էին համբարձումը, հա սարքում է մխոյի գլխին, չէ՞։ Կյանքում էլ կար էլի տենց բաներ։ Կարել է մի հատ Պաստավկի կարել է։ Արա Պարսկաստանում եմ հիշում, որ Հա շրջագայել եք հələ իրար հետ, գնացել եք Հա դա Եվրոպա բան, այդ մարդը որ ոտ գնում էր տուն Պարսկաստան մեկի տունը հյուրենք, դե չգիտեմ, գիտեք այնտեղ բան, սեղան չկա ու բաղճակալ չկա, երկուսն էլ գետնին են անում, էլի, քնելն էլ ուտելն էլ Բաղճակալը չգիտեմ Մի հատ սփռոց են գցում, գետնին ու նստում են Գետնին այդպես բարակ բան են, որ մեջքը ուղիղ լինի, в принципе Ճիշտ բան է, էլի, Ինքն է զզվող ապը Իրար կողքեն նստում են, ոտերները ծալում են ապերը, որ նայում ես ոնց որ բութը տարելքի մեջ է Նստում ինքն է զզվող ապը Հոտ մոտեր չասած, էլի, հոտս նստած համով բաներ են դրել Դե կերեք, դե ես բզբզում եմ, ինչ ուտեմ, էլի, ոտից հեռու տենց մեկի բան կցեմ Մեկ ես տանտիրոջ երեխեն, ոնց որ ես երեխեն է, ես եմ էմին, էմոն, թե դու էր իրամ Չէ, ես, ինքը քոգ են մյուս կողքն էր, էլի Արա հերը գալիս էր ծխում էր էսի, հենց հերը մտնում էր բան, թոփով բան էր անում, հանգցնում էր բան, տես մի անգամ Ջոգեցինք, որ հորից թաքուն է ծխում, էլի Վերջը, մեկ էլ էլի հերը եկավ թե ինչ մտավեցի միջ կծես տարելքի մեջ աղբեր բոբոյի Բիչոկը կծես տարելքի մեջ ինքն է զզվող աղբեր ջոգում ես սորս նայում ես չի արեց արա բան է որ էսի բանում է լավ ասինք դա մամանը փոխեցինք բան հետո հերը գնաց էլի վերցրեց բան ջոգեց որ տենց մոմենտ կա
Մյուսը արդեն հերը չկար, ես չեմ ֆիքսել, որ հերը չկա, ասես ծխել է, ասես ձեռը դրած է, բան։ Նավսյակի պայել ապեսի գարելա։ Մեկը սենց հարց, վեկալ, հերը եկել է քեզա տալի, որ պայել է, քեզա տալի, ասում եմ, քաշի ձեր կարող է։ Քաշում եմ չի տալի։ Ես մերել եմ աղբեր, որ ճշտով եկան է սիգարետը քաշում այն ես նայում եմ ինչ է չսում հազիվ ստեր չի երես կպցրել եմ ալախ ես քաշում եմ արա Եվրոպականներից ինչ կա հետո նավի մեջ էինք հիշում եմ Նավ Էստոնիայից ուր են գնում Շվեդիա հա հետ գալ ուշացանք նավից մի օր ավել մնաց ենք հիշում ես եկանք կանգնանք աղբեր ժամով է մեկ է տնանք նավ արդեն գնա մեջից հաջող են ալ չես կանես վարկյան շարժվում Զլիկը գնացքի հաջող եմ ալու հայավարի դելա մի 5 րոպե ուշանա վարկյան տակ գնում գնացիք հա որ շարժվեց տեսանք Հետո այս օրը գնաց գնալու լուրջ մյուս օրը հա դել չկա էլի հաջորդ օրը հաջորդ օրը այդ ժամին Մեր հաղորդման գործընկերն է Սարլի Սոփ ընկերությունը։ Այս բոլորը ինչ որ տեսնում եք, օճառներ են։ Օրինակ կպատկերացնեիք, որ սա օճառ է։ Տեսեք ինչ եմ առաջարկում։ Օրինակ այս թխվածքով կարող եք պրանկ անել։ Պրանկը հայերեն ոնց էր։ Հա, օին խաղալ։ Հյուրասիրեք ձեր ընկերոջը իբրև թխվածք ու տեսեք ինչ կանի։ Եթե անգամ կծի, մի անհանգստացեք։ Հումքը բնական է։ Տարբեր մարդկանց զանգում էիր, ընդ որում հիշում եմ մի հատ դեպք, որ գիշերը ժամը 2-ին հա պարոդիաներով հա ուրիշ նմանակումներով զանգում էր տարբեր մարդկանց գիշերվա ուշ ժամերի ես խնդրեմ եթե կհիշես դրանցից ամենը արտարոց տարբերվողը ու մեզ զանգի բանով էլի ուրիշի ձենով ոնց որ նմանակումով զանգում էր ինչ որ մեկին ու ինչ որ բաներ ասում հա բայց ում եմ զանգում դա ասենք դեկանի ձենով զանգում ենք ինչ որ ուսանողի ասում ենք բան վարձետ բայց ես վարձս մուծել եմ կամ չգիտեմ դասախոսական հա ինստիտուտի բանի թատրոնում եմ հիշում մի դեպք որ բանը Ջրբաշյանը ներկայացում էր անում հա որ զանգեցիր գիշերը ժամը 2:30 ասել ով է ուզում դառնալ միլիոնատեր խաղից է Արա Հարցերս այս բային մեր տաղավարում հա այն որ արա բայց Հասել ենք 1 միլիոն դրամի։ Վերջի հասնա։ Հա բայց դրա աբսուրդը այն էր որ բաղորմի էլի պարոն Ջրբաշյանն իհարկե այդպես մեծ վարպետ էր ես էլ էշություն եմ արել դե լակոտ ենք եղել բան այդպես բայց որ մենք սպասում ենք որ հեսա կասիայի հիմար գիշերվա 2-ին ինչ ով է ուզում դառնալ միլիոնատեր հարցը լսեց ասես մի րոպե կարող եմ մտածել Արա բայց հարցը հիշում ես ինչ հարցը չէ ինչ որ հարց էինք մտածել Չէ հարցա մտածել գիշերը ժամը 2:30 մի հատ էլ ասեց կասեք բան տարբերակները 4-ը Այդտեղ մենք ամաչեցինք։ Այդտեղ հավաքված է սաղ սպասում են, չէ՞, գրոմկի դրածա, ման, ասենք ինչա կատարվում, էլի այնտեղ։ Հով, այս խոհանոցում հաղորդման մեջ մեկնաբանությունները հետարքի մեկնաբանություն սյուր բաներ էլ կան, շատ են որ այս վերջինն էր աչքիս ընկավ կարտացի, որ կապ չուներ այդ եթերի հետ ու իշքան գիտեմ խոհանոցի տակ գրած չէր երեք խնձոյի տակ էր գրած բան ինչ որ մի հատ տղա ինչի է բա Արտյոմը ինչի ինչ էր մինասը այդքան սկզբունքային է այդ է ուզում եմ պատասխանենք այդ մարդը չտանջվի շատ լուրջ հարց է էլի ինքը բարձրացնում ասում եթե մինասը այդքան սկզբունքային էր ինչի մխոն այդ ծառայության ընթացքում ոչ մի անգամ ավել չարեց նա տասա որ ավել արել էս թե չէ Ավել պակաս կներ Հիմա ավել չէր, չէ, սավել ավոք էր Սալվի ասել, չէ, մենք ստերել կսալվի Բամբայն շամպաներ կա էլ Հով մոտ ապագայում ինչ նախագծեր ունես, ինչ ենք սպասելու քո հանդիսատեսը, մենք բոլորս ինչ նորության սպասենք Դե գարնան ամիսներին հյուրախաղեր կա Եվրոպա, Ամերիկա Մարտի 8-ին 9-ին կանանց թեմայով նոր ներկայացում ստենդափ, համալիրում, հյուրախաղեր, Եվրոպա, Ամերիկա, այստեղ ուզում ենք նկարել շուտով չքաղաքականի սերիալ արդեն, ոչ թե մի քանի րոպեանոց, այլ տենց 15 ու մի քանի սերիա, այդ քաղաքական գործիչների պարոդիաներով, հետո մեր
Սերիալը 26-ը երրորդ սեզոն կնկարենք, հետո մի հատ նոր պրոյեկտ կա, դեռ չեմ ուզում ասեմ, ոչ թե ձեզնից է գաղտնի, այլ որ անակնկալ լինի հեռուստադիտողին հետևորդներին։ Իսկ կարող է ֆիլմն է, որտեղ ես սպասում եմ, որ մի հատ ֆիլմ ասես։ Չէ, բոլորը ասում են ֆիլմ, տես հասունացել է, ճիշտն ասած, այդ ինչի մի հատ գեղարվեստական ֆիլմ չես ամ, ես կարծում եմ, որ դեռ ես ոնց ասեմ, չեմ հասել դրան, то есть անելուց լավ հասունացած լինի, որ անենք ու լավը լինի, ոչ թե անենք ու այնքան որ ֆիլմ արեց։ Լավ ես մտածել։ Դանդաղ քայլերով, բայց վստահ։ Հա, էլի։ Հով ջան, քեզ լիքը աջակցություններ եք մաղթում։ Մերսի Ծոմ ջան, տուրերին, ստեղած ներկայացումներին, բոլոր գործերին ուրախանում ենք, հպարտանում ենք քո գործերով։ Շատ շնորհակալ եմ փոխադարձ։ Կարոտում ենք ու լավա որ սենց առիթ կա, որ մենք հանդիպում ենք։ Ապրես որ այսօր եկար։ Դուք ապրեք, որ առիթը դուք եք ստեղծել։ Չէ, նենց մենք առօրյայում էլ որ ուզենք կտեսնենք ու տեսնում ենք ճիշտ է ու շուշ, բայց տեսնում ենք, որ այս լավ առիթ էր, սենց բաներ հաճախ արեք, շնորհակալություն հրավերի համար, Անդրանիկին, ձեզ եւ բոլոր կազմակերպիչներին։ Շնորհակալություն կազմակերպիչներին։ Շնորհակալություն կազմակերպիչներին։ Մենք նվեր ունենք։ Ընկերոջ կողմից էլ շատ օրիգինալ նվեր Սարլի ընկերության կողմից շատ մերսի։ Կարաս բացես։ Բացա։ Բայց տենց բան ունի։ Եթե դու ես բան արել, չբացեմ։ Չէ, ոչ մի վտանգավոր բան չկա։ Սալյու բոքսի պերճատկա։ Այ հիշում ես որ ոտս բռնում էր ես։ Հետևից դե որ շնից վախում է։ Շատ լավ բան է։ Հələ հոտը տես։ Ամտիր։ Բայց ինչ է։ Բայց դեկորացիա խմորեղեն չի։ Չէ։ Հարազավա չկերա։ Ոճարա։ Օճարա։ Օճար, բնական ումքից օճարներ են Սարլի ընկերության կողմից, մեր լավ գործիքներն։ Շնորհակալություն, շատ հաճելի է։ Ձերքով պատրաստված հայկական արտադրություն։ Ապրես հով ջան։ Լվացվելու համար է, չէ՞։ Այո, լվացվելու համար է ու շատ լավ պատրաստում է։ Ոչ թե սապոնվելու։ Ոչ թե սապոնվելու համար։ Լավ, Ապրես ցավ։ Մերսի շատ։ Խորանոցում, կահնիքներ ենք բացում